Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք իրավական թեմաներից եւ անդրադառնալու ենք այն հարցերին, որոնք մեզ ուղղում են մեր հետևորդները։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Ինչպես գիտեք, իրավական թեմաների շուրջ խոսում ենք իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ փաստաբան Գրիգոր Բեկմեզյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բեկմեզյան, շնորհակալ եմ, որ կրկին մեր հյուրն եք։ Պարոն Բեկմեզյան, շատ մարդիկ առնչվում են հիպոթեկային վարկերին եւ դրա հետ կապված բազմաթիվ հարցեր են ունենում։ Այսօր խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ հիպոթեկային վարկ ունեցող ընտանիքում երեխա է ծնվում։ Այս մասին կարծես թե քչերը տեղյակ են։ Հա, ճիշտ եք ասում, ընդհանրապես հիպոթեկային վարկերը, գույք ձեռք բերելը, այդ գույքի հետ կապված արտոնությունները բավական շատ մտահոգում են մեր քաղաքացիներին, ինչու որովհետեւ գիտենք, որ մի պահ կար, հիմա էլ որոշակի սահմանափակումներով մարզերում գործում է եկամտահարկի վերադարձի մասնօրենքը եւ անձին հիպոթեկային վարկ վերցնելով կարողանում են հետագայում պետությունից տալ որոշակի հատուցում եւ այդ հատուցումը օգտագործել իրենց վարկի տոկոսները փակելու համար։ Իհարկե Երևան քաղաքում դա ըստ էության այլևս չի գործում, նոր կնքված պայմանագրերի մասով հները դերևս շարունակում են օգտվել այդ արտոնություններից, մարզերում գործում է, բայց մենք ունենք նաեւ մեր օրենսդրությամբ այլ արտոնություններ, որոնք թույլ են տալիս հիպոթեկային վարկ ունեցող քաղաքացիներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, օգտվել պետության կողմից տրվող տարբեր աջակցության ծրագրերից։ Չեմ հիշում ենք խոսել ենք թե չէ, բայց վստահ եմ, որ դուք այդ մասին բավականին շատ ներկայացել եք մեր հանրությանը մարզերում ձեռք բերվող արտոնությունների մասին, բայց մենք նաև քննարկենք, ասենք, որ ներկայումս կա կառավարության որոշում, որը հնարավորություն է տալիս անձանց, ովքեր ունեն հիպոթեկային վարկ եւ ունեն երեխաներ, օգտվել պետության կողմից տրամադրվող աջակցությունից եւ հիպոթեկային վարկի որոշակի տոկոսը, ընդ որում մայր գումարի մնացորդի որոշակի տոկոսը, որպես հատուցում ստանալ պետությունից, որը ըստ էության պետությունը անմիջապես վճարում է բանկին։ Բայց դա նպաստում է օգտվել, որպեսզի վարկ ստացած անձը ավելի քիչ գումար վճարի բանկին։ Ըստ էության այս ծրագիրը գործում է այն ընտանիքների համար, ովքեր 12 ամսից ավել ունեն հիպոթեկային վարկ, ունեն մինչև 1 տարեկան երեխա, կախված երեխաների քանակից այդ գումարը կարող է փոփոխվել եւ իրենք չունեն պարտավորություն բանկի նկատմամբ 30 օրից ավել վերջի 12 ամսվա ընթացքում։ Ավելի պարզ ասեմ, որովհետեւ իրական կառավարության որոշման մեջ շատ բարդ է գրված, փորձենք մարդկային լեզվով ոչ իրավաբանական եւ իրավական բացատրել։ Ընտանիքը ունի հիպոթեկային վարկ։ Այդ վարկը ընտանիքը արդեն սպասարկում է 1 տարուց ավել ժամանակահատվածով եւ չունի որևէ պարտավորություն եւ կա մայր գումարի մնացորդ, որ իրենք պետք է մարեն։ Ծնվեց երեխա։ Երեխայի մինչև 1 տարեկան դառնալը ընտանիքը իրավունք ունի դիմելու բանկին կամ սոցիալնախարարությանը, ընթացակարգի մասին մի քիչ հետո կխոսենք եւ ստանա այդ հիպոթեկային վարկի մարման հետ կապված որոշակի հատուցում։ Եթե ընտանիքը պայմանագիր կնքել եք եւ արդեն ունեք երեխա, դուք չեք կարող այդ արտոնությունը ստանալ։ Բայց եթե պայմանագիր կնքելուց հետո ծնվում է երկրորդ երեխան կամ ծնվում է երրորդ երեխան, դուք ելի նրանց մինչև 1 տարեկան դառնալը կարող եք դիմել եւ օգտվել այդ արտոնությունից։ Այսինքն նպատակը ո՞րն է այս ամեն ինչի։ Նպատակը մեկն է՝ խրախուսել, որ մեր մոտ երեխաները շատանան։ Ընդ որում երեխաները շատանալու արդյունքում նաև կավելանա այն գումարը, որը ընտանիքը կարող է որպես հատուցում ստանալ պետությունից։ Ներկա պահին նախատեսված է, որ շուկայական արժեքը անշարժ գույքի, որը ձեռք է բերվել եւ որի հետ կապված կարող է այս արտոնությունը լինել, պետք է ավել չնի 35 միլիոն դրամից։ Բայց յուրաքանչյուր երրորդ եւ ավել երեխաների դեպքում այդ գումարը կարող է ավելացվել 5 միլիոն դրամի չափով։ Ավելի պարզ ասեմ, ունեք 2 երեխա, ունեք մինչև 1 տարվա վարկ, երեխաներից մեկը 1 տարեկան չկա, մեկը կա ավել, մեկը 1 տարեկանից ավել է։ Դուք կարող եք դիմել եւ ստանալ հատուցում, այդ դեպքում ձեր բնականը կգնահատվի, պետք է գնահատված լինի 35 միլիոն դրամից ոչ ավել։ Ծնվեց մեկ ուրիշ երեխա, երրորդը։ Այս դեպքում դուք կարող եք դիմել նաեւ ստանալ հատուցում այն դեպքում, եթե բնականը գնահատված է 40 միլիոն դրամ, բայց ոչ ավել։ 4-րդի դեպքում արդեն կլինի 45 միլիոն, 5-րդի դեպքում 50 եւ այլն։ Այսինքն եթե դուք ունեք բնական, որի արժեքը 50 միլիոն դրամ է, արագ երեխաներ ունեցեք, որ մինչև 1 տարեկան լրանալը կարողանաք ստանալ պետությունից հատուցում։ Պարոն Բեկմեզյան, որքան է հատուցվող գումարի չափը եւ նշված ծրագիրը կամ առհասարակ արտոնությունը գործում է միայն Երևանում, թե միայն մարզերում, թե բոլոր։ Լավ հարց եք տալիս, կարևոր հարց է, ուրեմն տեսեք, արտոնությունը գործում է ինչպես մարզերի, այնպես է Երևանի համար, բայց կախված նայած թե ընտանիքը, որը դիմել է կամ ծնողը, որը դիմել է այդ հատուցումը ստանալու համար գտնում է մարզում թե Երևանում, հատուցման
գումարները տարբեր են եւ ծավալները։ Մարզերի համար գործում է հետեւյալ չափը, 1 կամ 2 երեխայի համար կամ 1 կամ 2 երեխայի դեպքում հատուցումը տրամադրվում է մայր գումարի մնացորդի 10%-ի չափով, բայց ոչ ավել քան 500,000 դրամը, իսկ Երևան քաղաքում 5%-ի չափով, բայց ոչ ավել քան էլի 500,000 դրամը։ Թվաբանորեն ասեմ, որ ավելի պարզ լինի։ Դուք ունեք մայր գումարի մնացորդ 5 միլիոն դրամի չափով։ Դուք ապրում եք մարզում։ Ունեք 1 կամ 2 երեխա, որոնցից մեկը մինչև 1 տարեկան է։ Դուք կարող եք դիմել պետությանը եւ ստանալ հատուցում այդ 5 միլիոն դրամ գումարի 10%-ի չափով, այսինքն 500,000 դրամ, որովհետեւ 500,000 դրամից ավել մեկա չի լինելու։ Այսինքն եթե դուք ունեք 10 միլիոն դրամ եւ դիմեք հատուցման, ապա մեկա ձեզ կտան 500,000 դրամ։ Եթե ունեք 3 միլիոն դրամ եւ դիմեք հատուցման, ձեզ կտան արդեն 300,000 դրամ հատուցում։ Եթե դուք մարզում եք, Երևանի դեպքում արդեն դա դառնում է 5%, ոչ ավել։ Պարոն Բեկմեզյան, միայն դիտորդների համար ավելի պարզ դարձնելու համար մարզ եւ Երևան ասելով նկատի ունեն գույքի գտնվելու վայրը։ Այո, գույքի գտնվելու վայրը։ Իսկ եթե կա 3 եւ ավելի երեխա, ապա մարզերի դեպքում 50%-ը, բայց ոչ ավել քան 2 միլիոն դրամը, Երևան քաղաքում 25%-ը, բայց ելի ոչ ավել քան 2 միլիոն դրամ։ Պարոն Բեկմեզյան, ովքեր կարող են օգտվել այս ծրագրից եւ ինչ պահանջների պետք է բավարարեն։ Տեսեք, ծրագրից օգտվելու համար պետք է առաջին լինի ծնող եւ երեխա։ Եվ երեխայի ծերման փաստը պետք է հաստատված լինի օրենքով նախատեսված կարգով։ Այսինքն պետք է լինի ծննդյան վկայական, որտեղ նշված կլինի, որ տվյալ երեխայի ծնողը հանդիսանում է անձը, ով ունի հիպոթեկային վարկ։ Ընդ որում պարտադիր չի, որ երեխան ունենա, այսինքն երկու ծնողները միասին դիմեն, կամ երեխան ունենա երկու ծնող։ Երեխան կարող ունենա մեկ ծնող եւ այդ մի ծնողը օգտվի այս ծրագրից։ Բայց եթե կա երկու ծնող եւ նրանցից մեկը դիմում է այդ արտոնությունից օգտվելու համար, որտեղ ինքը ունի վարկ, անշարժ գույքը գոնե 50 եւ ավել տոկոսով պետք է պատկանի իրեն։ Հիմա տեսեք, մի քիչ ավելի բացեմ, որ պարզ լինի։ Ընդհանրապես մեր օրենսդրությունն ասում է, որ ամուսնուների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը հանդիսանում է նրանց համատեղ սեփականությունը։ Սա նորմալ է, եւ եթե ամուսնուները ձեռք են բերել անշարժ գույք, ապա 50%-ը մեկինն է, 50%-ը մյուսինն է։ Բայց կարող լինել դեպք, երբ որ ամուսնուները միջև լինի ամուսնական պայմանագիր, որով նախատեսված լինի, որ գույքը հանդիսանում է միայն մի ամուսնու սեփականությունը, մյուսինը չէ։ Եվ այս դեպքում արդեն շատ կարող է, որ այն ամուսինը, որը ունի գույք կամ պայմանագրով նախատեսված լինի, որ մեկը 75% ունի, մյուսը 25%։ Ունի գույք եւ դիմում է այդ արտոնությունը ստանալու համար, ինքը ապացուցի, որ ինքը այդ գույքում ունի 50%-ից 50% կամ ավել սեփականության իրավունք։ Եթե չկա գրանցված ամուսնություն, եթե չկա գրանցված ամուսնություն, ապա գույքը այն անձի սեփականությունն է, ում անունով որ գույքը գրանցված է։ Այսինքն եթե կա կին եւ ամուսին, ամուսնը գնում է գույքը ձեռք է բերում եւ գույքի սեփականության վկայական նշված է նրա անունը որպես սեփականատեր եւ չկա օրինական գրանցված ամուսնություն, կինը երբեք չի կարող ասել, որ այս գույքի 50%-ը ինձ է պատկանում։ Իսկ եթե լինի ամուսնական արտոնությունից օգտվելու համար ամուսինը արդեն ինքը պետք է տանի ցույց տա, որ դա իր սեփականությունն է, նույնստեղ հարցը չի առաջանա, որ համատեղ է, քանի որ չկա գրանցված ամուսնություն։ Բայց այստեղ շատ կարևոր է, որ երեխան, որի համար ինքը դիմում է եւ որը տալիս է այդ արտոնության իրավունքը, նաև ծննդյան վկայականում նշված լինի երեխայի, որ ծնողը հենց այդ ամուսինն է։ Պարոն Բեկմեզյան, ինչ պետք է անեն քաղաքացիները այդ գումարը ստանալու համար։ Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ում պետք է դիմել, որոնք են քայլերի հաջորդականությունը։ Նախ կան բանկեր, որոնք ունեն կնքված պայմանագիր սոցիալական ապահովության նախարարության հետ, որոնք մասնակցում են այս ծրագրին։ Եթե քաղաքացին վարկը ստացել է այդ բանկից, որը ունի պայմանագիր, որը մասնակցում է այս ծրագրին, ապա քաղաքացին պետք է ամենաշատից գնա բանկ, դիմում տա, ապացույցներ ներկայացնի, որ ինքը ունի երեխա մինչև 1 տարեկան, քանի հատ որ ունի, որորդ երեխան է դա, այսինքն ծննդյան վկայական, ամուսնության վկայական եւ այլն, ապացույց, որ ինքը հանդիսանում է գույքի 50% եւ ավելի սեփականատերը, դա դժվար չի ներկայացնել, փաստացի սեփականության վկայական եւ ամուսնության վկայական արդեն հուշում են, որ ինքը 50% սեփականատեր է։ Եվ բանկը ըստ այդ թղթերի հարցում է կատարում սոցիալական ապահովության նախարարությունից ստանում է պատասխան դրական որոշմամբ, եւ այդ դրական որոշման արդյունքում միանգամից գումարը փոխանցվում է բանկին։ Եվ քաղաքացին էլեկտրոնային փոստի միջոցով ստանում է ծանոթում այդ մասին, որ ձեր գումարից այսքան գումար փոխանցվեց այս բանկին, այսինչ վարկի մարման համար։ Եթե բանկը չի համագործակցում կամ չունի պայմանագիր կնքված նախարարության հետ, ապա քաղաքացին պետք է դիմի նախարարության։ Նախարարությունը կուսումնասիրի, կպարզի, կճշտի, կհասկանա, որ իսկապես քաղաքացին մտնում է այս արտոնության տրամադրված պայմանների մեջ
եւ ինքը որոշում կկայացնի բավարարելու կամ մերժելու քաղաքացու դիմումը, բարձր չէ, որ կմերժվի, եթե քաղաքացին չի բավարարի նշված պայմաններին եւ չի մերժվի, եթե քաղաքացին կբավարարի նշված պայմաններին։ Իհարկե, եթե բանկով չի դիմում, ապա պետք է նաեւ քաղաքացին ապացույց ներկայացնի, որ ինքը վերջի 12 ամսվա ընթացքում ունի ժամկետանց պարտավորություն, ինչպես նշեցի, 1 ամսից ավել ժամկետանց պարտավորություն, որ նախարարությունը կարողանա բավարարել պահանջը եւ այդ դեպքում նույնպես նախարարությունը կուղարկի համապատասխան գումարները բանկ քաղաքացու կողմից ստացված վարկի մարման համար եւ քաղաքացուն էլի կծանոթացի այդ մասին։ Ու մի կարևոր բան էլ ֆիքսեմ, որ սա մեկ անգամի հատուցում է։ Այսինքն ամեն ամիս պետությունը այդ գումարի չափով հատուցում չի տալու քաղաքացուն։ Մեկ անգամ տալու է հատուցում եւ վերջ։ Եվ հաջորդ հարցը հենց միանվագ լինելու մասին էր, բայց ոչ թե հատուցման, այլ ամեն հերթական երեխան ունենալուց հետո պետք է այս process-ը նորից լինի, դիմում, փոխհատուցում եւ այլն, թե սա միանվագ է եւ հետագայում նոր երեխաների ծնվելու Շատ լավ հարց եք տալիս, իրականում որոշումը այս մասով հստակ չէ, բայց ես հասկանում եմ հետեւյալ կետ, որ եթե քաղաքացին ունի 1 երեխա, դիմեց ստացավ արտոնությունը, հետո ծնվեց երկրորդ երեխան, իմ համոզմամբ քաղաքացին իրավունք պետք է ունենա նաև երկրորդ երեխայի համար դիմել եւ ստանալ այն տարբերությունը արդեն, որը ինքը կարող է ստանալ առաջին եւ երկրորդի դեպքում։ Իրականում առաջին եւ երկրորդի համար չկա տարբերություն, որովհետեւ օրենքը կառավարության որոշումը նախատեսում է 1 կամ 2 երեխա եւ արդեն երրորդից սկսած այլ կարգավորում։ Այսինքն եթե քաղաքացին ունի 2 երեխա եւ ինքը արդեն դիմել է եւ ստանում է այդ արտոնությունը, երրորդի դեպքում ինքը կարող է նորից դիմել եւ արդեն ստանալ այն տարբերությունը, որ կլինի երրորդի դեպքում։ Քանի որ սա խրախուսական արտոնություն է, պարզ է հասկացում է տրամաբանության մեջ նաև, որ եթե դուք ունեք 2 երեխա եւ ուզում եք ունենալ երրորդը, պետությունն ասում է, այ ունեցի երրորդը, չորրորդը, եւ դիմում մենք քեզ կտանք այդ հատուցումը։ Ավելի པարզ օրինակ բերեմ էլի, որ նաև ավելի հստակ լինի, տեսեք։ Մենք ունենք 2 տարբեր կարգավորում։ Մեկը շուկական գնի մասին է, որի դեպքում դուք կարող եք դիմել եւ ստանալ հատուցում։ Այսինքն պետք է գույքի շուկական գինը չլինի 35 միլիոնից ավել 2 երեխայի դեպքում, 1 կամ 2 երեխայի դեպքում։ Մյուսը հատուցման չափի մասին է, որ 1 կամ 2 երեխայի դեպքում հատուցումը տրվում է 10% կամ 5%, կախված մարզը թե Երևան, եւ հաջորդը, եթե կա երրորդ երեխան, ապա շուկական գինը այդ 35 միլիոնը ավելանում է եւս 5 միլիոնով։ Չորրորդի դեպքում 4 միլիոնով։ Եվ օրինակ դուք ունեք 2 երեխա, բայց ձեր բնակարանի արժեքը կամ տան արժեքը 40 միլիոն դրամ է, դուք չեք կարող այս ծրագրից օգտվել։ Մինչև չունենաք երրորդը։ Երբ որ կունենաք երրորդը, կարող եք օգտվել։ Հիմա հատուցման հետ կապված։ Օգտվեցիք 40 միլիոնի դեպքում։ Հատուցումը ձեզ տրվել է, որ քանի որ ունեք 3 երեխա, 50%-ի չափով, եթե մայր գումարի մնացորդ 50%-ի չափով, եթե դուք մարզում եք, գույք ունեցել կամ գույք ունեք մարզում, կամ 25%-ի չափով, եթե գույքը Երևանում է։ Ծնվեց 4 երեխան։ Երրորդից ավել ցանկացած երեխայի դեպքում մեկը գործում է նույն սկզբունքը։ Այսինքն 3-ից ավել մեկը նույն սկզբունքն է գործում։ Նշանակում է, եթե դուք ունեք 2 երեխա, 35 միլիոն դրամանոց գույք, դուք կարող եք ստանալ մտնել այս արտոնության մեջ։ 40 միլիոնից գույքի դեպքում պետք է արագ երրորդ երեխա ունենաք։ Բայց եթե դուք ունեք 2 երեխա եւ արդեն 35 միլիոնանոց է ձեր գույքը, օգտվում եք այս արտոնությունից եւ ստանում եք հատուցում 10%, եթե ձեր բնականը մարզում է կամ 5%, եթե Երևանում է, ծնվեց երրորդ երեխան, մեկը արդեն դուք ձեր հատուցումը ստացել եք, նկատի ունեմ 35 միլիոնի պայմանում ձեր հատուցման իրավունքը արդեն ֆիքսվել է, բայց դուք կարող եք դիմել եւ արդեն որպես հատուցման գումար ստանալ 50%, եթե մարզում եք եւ կամ 25%, եթե Երևանում։ Հասկացաք։ Պարոն Բեկմեզյան, մի այլ դեպք դիտարկենք, եթե ծնողը միաժամանակ ունի 2 երեխա, ովքեր մինչև 1 տարեկան են, բնականաբար խոսքը զույգ կամ միգուցե նաև եռյակի մասին է խոսքը։ Այս դեպքում ինչպես է լինում փոխհատուցումը, եւ մյուս հարցը միաժամանակ հնչեցնեմ, եթե կան երեխաները արդեն մինչև 1 տարեկան են եւ նոր են պատրաստվում գույքը ձեռք բերել, ոչ թե արդեն գործող վարկ ունեն։ Հա, տեսեք, առաջի հարցի հետ կապված։ Իրականում էական չի երեխաները չափահաս են թե անչափահաս։ Կարող է 1 երեխան գոնե լինի մինչև 1 տարեկան։ Այսինքն եթե ծնվեց միանգամից 2 երեխա, նույն ռեժիմն է գործում, այսինքն 1 կամ 2 երեխանի համար իրանք կստանան 10 կամ 5% հատուցում կախված որտեղ է գտնվում գույքը։ Բայց 1 անգամ։ 1 անգամ։ Եթե երկուսն էլ մինչև 1 տարեկան են, միայն 1 անգամ, այո։ Եթե կա 2 անչափահաս ծնվեց երրորդը,
մինչև 1 տարեկան է, իրանք արդեն կօգտվեն 3-րդ եւ ավելի արտոնությունից, որտեղ անչափահաս երեխաները ելի հաշվում են այս հաշվարկի մեջ։ Բայց որպեսզի արտոնություն լինի, պետք է լինի գոնե առնվազն 1 երեխա մինչև 1 տարեկան կամ 3-րդ երեխան պետք է լինի մինչև 1 տարեկան։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, եթե նոր են ձեռք բերում, ապա ոչ։ Կառավարության որոշմամբ նշված է, որ պետք է իրենք առնվազն 12 ամիս ունենան գործող վարկ եւ սպասարկած լինեն այդ վարկը բարեխղճորեն առանց պարտավորությունների, ժամկետանց պարտավորությունների։ Նշանակում է, եթե դուք ունեք երեխա եւ ուզում եք այդ արտոնությունից օգտվել, գույքը առեք, բայց մինչև 1 տարի երեխա օգտվեք եւ հետո արդեն նոր երեխայի համար դուք կստանաք հատուցում։ Պարոն Բեկմեզյան, եզրափակիչ հարցը, պետությունը յուրաքանչյուր երեխայի ծնունդից, բացի այս արտոնություններից, որ խոսում ենք, նպաստ է տրամադրում, ճիշտ է, երրորդ այնտեղ ինչքան շատ այո, գումարը այդքան ավելանում է։ Այս երկու գումարները արդյոք իրար հետ կապ ունեն, այսինքն հնարավոր է, որ այս արտոնությունը չեղարկի մյուսը կամ հակառակը։ Իմ կարծիքով ոչ։ Չունեն։ Ամեն մեկը առանձին արտոնություն է, որը այսինքն երկուսից միաժամանակ կարելի է օգտվել, ունեցանք երեխա, ստացանք պետությունից աջակցություն, առանց ինչ որ չի գնում, այսինքն միանգամից բանկ վարկի համար, իսկ սա այլ արտոնություն է, որի տրվող արտոնություն է, սա հիպոթեկային վարկի համար տրվող արտոնություն։ Ու մի բան ավելացնեմ, որ կապ չունի երեխան որդեգրված է, թե ծնված է ամուսնուի կողմից, որտեղ որդեգրումը ինքը համարվում է որպես ամուսնուից ծերված երեխա, այսինքն հավասարացվում է կարգավիճակը, նշանակում է, եթե ամուսնուները որդեգրեն մինչև 1 տարեկան երեխա, իրենք իմ կարծիքով եւս պետք է օգտվեն այս արտոնությունից։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Բեկմեզյան։ Խնդրեմ։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գրիգոր Բեկմեզյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում ոճաբան Քրիստինե Հովանեսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ ուղղել ձեր հարցերը մեկնաբանությունների դաշտում։ Դրանք անպայման իրենց պատասխանները կգտնեն մեր եթերում։ Դիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։